Գյուղերում ամեն 4-րդ երեխան թերաճ է, ուսումնասիրության սանդղակը չի հուսադրում, թերսնուցումը աստիճանաբար ավելանում է, ամենախոցելի մարզը 4-րդ տարին անընդմեջ գեղարքունիքն է։ Սնուցման ցածր մակարդակը կապված է աղքատության հետ, այն մարզերը, որոնք տարբեր տարիների ընթացքում եղել են ամենաաղքատ մարզերը Հայաստանում, այդ մարզերում թերսնուցվածությունը հիմնականում հենց այդ մարզերում է խնդիր։ Նորածինների սնուցումը վերահսկելի է, կրծքով կերակրման խրախուսումը դրական է ազդել։ Մինչև 30 տարեկան կանանց 9-ից 10%-ը գերնիհար է, 30-ից հետո խնդիր է գերքաշությունը։ Ուսումնասիրության հեղինակներն ասում են, կարևոր է սննդի ոչ միայն չափը, այլև բազմազանությունը։ Միրգը, բանջարեղենն ու մսամթերքը անհրաժեշտ են։ Ավելի շատ բրինձ, ավելի շատ ենթադրենք կարտոֆիլ կամ հաց, հիմնականում շեշտը դրվում է դրան, բայց այն անհրաժեշտ պարենային մթերքները, որոնք պարենային զամբյուղում կան, պիտի այդպես սնվեն։ Սխալ սնուցումը քրոնիկ հիվանդությունների պատճառ է դառնում։ Շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, արյան ճնշման տատանումներ։ Վերջին 10 տարում ցուցանիշը բարձրացել է։ Զեկույցի հեղինակներն առաջարկում են ազգաբնակչության ճիշտ սնուցման պետական ծրագիր անցկացնել, քարոզել առողջ ապրելակերպը, յոդացված աղի օրինակով տարբեր սննդատեսակներ, ասենք ալյուրը, պարտադիր հարստացնել թերսնուցումից խուսափելու համար անհրաժեշտ բաղադրատարրերով։ Աննա Բալյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։